Եկեղեցու իբր բայնորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նույն նշանակելու մասին։ Չէ, այդ մինը չի կարա։ Լաոցված կաթողիկոս է։ Ոնց կարան փոխեն։ Ես եկեղեցու նկատմամբ գիտեք ինչ կարամ ասեմ։ Ոչ ինքը իրավունք ունի կաթողիկոս ընտրի, կաթողիկոս փոխի, ոչ է ժողովուրդը։ Ես հավատացյալ եմ առաքելական եկեղեցու, հիմա եկեղեցու եմ գալիս որ պատարակ էր, վաղդելա պատարակ, արդեն զատիկա բաննա սկսում, պաստա սկսում, արդեն վարակույրներ փակում են, այսօր եկել ենք հասել եմ հիվանդ գիշերտանը, որ ես վերջին հաղորդությունը վերցնեմ, ես շատ եմ հավատում եկեղեցուն, շատ եմ հավատում, բայց թե իրանք ինչ են ուզում անեն, ես անձամբ կաթողիկոսին չեմ ճանաչում, հայրապետին չեմ ճանաչում, մենք իր համար աղոթում ենք նստած, ես հավատացյալ մարդ եմ, թե խի են մեր եկեղեցուն հալածում, ես չեմ հասկանում։ Չգիտեմ, բայց շատ տհաճ է։ Ի՞նչն է տհաճ։ Այդ խաղերն էլի Նիկոլի։ Իսկ արժեր եկեղեցուն կպչելը։ Իհարկե չարժեր։ Նրանք իրանց ոնց որ ասում են առանձին պետություն են իրանք։